Բարեկալու Civilnet-ի թարմացված տաղավար եւ մեր առաջին հյուրը ընդդիմադիր Հայաստան խմբակցության անդամ ազգային ժողովի падգամավոր Աննա Գրիգորյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն Արչանես։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Գրիգորյան, մոտենում են նոր ընտրությունները 2026 թվականի հունիսի 7-ին պետք է տեղ ունենան հերթական առաջին անգամ կարելի ասել վերջին 7-8 տարվա մեջ հերթական խորհրդարանական ընտրությունները եւ այս խորհրդարան դուք մտել էիք եկել է հաշվետվություն պահանջելու ժամանակ այդ թվում ընդդիմությունից։ Այս խորհրդարան դուք մտել էիք մի օրակարգով, որ այնտեղ խրամատավորվեք եւ հասնեք իշխանության հրաժարականին, հեռացմանը, հա։ Ասացեք, խնդրեմ, տարիներ են անցել, իշխանությունը տեղում է, իսկ դուք շարունակում եք պահպանել մանդատները։ Ձեզ մոտ զգացողություն չկա, որ ինչ որ պահի ձեր ներկայություն ազգային ժողովում այլևս չի ծառայում իշխանության, այլևս ծառայում է իշխանության լեգիտիմացմանը։ Ես ձեր վերջին հարցադրմանը իհարկե համաձայն չեմ, որովհետև գիտեք, ընդհանուր այդ քննարկումը կար, որ եթե իշխանափոխության հնարավոր չի հասնել, պետք է մանդատը դնել եւ այդպիսով քաղաքական առնվազն քաղաքական լեգիտիմության երբեմն մարդիկ նույնիսկ հայտնում էին, որ ասում էին սահմանադրական իրավական ճգնաժամ ստեղծել, բայց ակնհայտ էր, որ մանդատ դնելով այդ հարցը չի լուծվում, չնայած մինչև այսօր այդ հարցադրումները կան, բայց ես կարող եմ վստահաբար պնդել, որ եթե մենք նույնիսկ վայր դնենք բոլոր մեր մանդատները եւ մեզանից հետո եկող ամբողջ ցանկը եւս չվերցներ մանդատը, միևնույնն է դա սահմանադրական իրավական ճգնաժամ չէր առաջացնելու եւ դրա վառ ապացույցը մեր հարևան Վրաստանում հիմա տեղի ունեցողն է, երբ որ ընդդիմադիրները հրաժարվեցին վերցնել մանդատը, բայց խորհրդարանը շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով եւ մեծ հաշվով միջազգային հանրության մոտ շատ մեծ ռեզոնանս չի առաջացրել։ Հետևաբար ասել, որ մեր մանդատները պահելը իշխանությանը որևէ կերպ ուժ է տալիս, չէ, ընդհակառակը մենք խորհրդարանում փորձում ենք համենայն դեպս մեր հնարավորության սահմաններում այն քննադատական խոսքը հնչեցնել, որ ես կարծում եմ մեր ժողովրդի համենայն դեպս մեզ ընտրած հատվածը կիսում։ Ես նկատի ունեմ, ոչ ես այդքանի նկատի չունեի, որ ինքը կհանգեցներ սահմանադրական ճգնաժամի եւ նոր ընտրությունների, այլ այն, որ ինչ որ պահից ինքը արդեն ինքնանպատակ է դառնում ընդդիմության ներկայությունը, եթե ինքը որևէ process-ների վրա ազդեցություն չունի։ Դե ինչ նկատենք, եթե խորհրդարանական ընդդիմությունը իր հարցադրումներով, իր հնչեցրած հարցադրումներով եւ քննադատությամբ փորձում է այսպես երեսները բացել, չէ՞, այսինքն մեր հիմնական գործառույթը այո վերջին ժամանակահատվածում դա է դարձել։ Եթե հնարավոր լինել օրինակ իմպիչմենտի գործընթացը առաջ տանել, դա էլ կանենք, բայց հասկանալով որ կա անհրաժեշտ փողոցային պայքարի ուժեղ ներգրավվածություն գործընթացը ավարտին հասցնելու համար, ինչը այս փուլում հնարավոր չէ, դա եւս հնարավոր չեղավ անել։ Բայց ընդհանուր առմամբ գալով խորքին ձեր հարցադրման եւ հաշվետվողականության տրամաբանության մեջ վերջին տարիները ինչպես մեր ամբողջ պետության համար հեշտ չի եղել նաեւ ընդդիմության համար եւ մենք մեր սորական քաղաքացիներն էլ կարող են տեսնել քանի փողոցային շարժում ենք գեներացել ինքներս քանիսին ենք մենք ակտիվ մասնակցություն ունեցել այսինքն բոլոր այն գործիքակազմը որ հնարավոր է եղել խորհրդարանական ընդդիմության տեսանկյունից ռեալիզացնել մենք դա արել ենք Ցավոք սրտի այսօրվա ձևավորված համանդրությամբ կայուն մեծամասնության դրույթը եւ ով էլ լիներ այդ խորհրդարանում ցավոք սրտի կա մեծամասնության դիկտատուրա մի անց ինքն էլ քաղաքացիական պայմանագիր խմբակցության մասին չի մենակ խոսքը Նիկոլ Փաշինյանի բոլոր որոշումները դակողն է դառնում քաղաքական մեծամասնությունը եւ ուժերի հարաբերակցությունը այսօր խորհրդարանում այնպեսին է որ ցավոք սրտի ով էլ լիներ ընդդիմություն չէր կարող ազդեցություն ունենալ որոշումների կայացման կամ փոփոխության հարցում եւ դրա համար է որ մենք խոսում ենք որ հետագայում իշխանափոխությունից հետո պետք է լրջորեն քննարկել այս համակարգի փոփոխության հարցը, ստեղծել այնպիսի կառավարման մեխանիզմներ, որտեղ հավասարակշռելու, այդ checks and balance-ի համակարգը պահելու հնարավորություն։ Հրաժարվելու եք, եթե գաք իշխանության կայուն մեծամասնությունից։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ այս իշխանությունները հիմա սահմանադրական փոփոխությունների այդ հանձնաժողովում այդ հարցը օրակարգային է դարձել, միանշանակ պետք է հրաժարվել դրանից։ Հասկանալի է, բայց ձեր համար ինչ վերլուծություն ունեք, որ մտածում եք դրա մասին, ինչու այնուամենայնիվ մի քանի ձեր ասած փողոցային շարժումները, որ փորձեցիք գեներացնել, դրանք հաջողություն չունեցան, ինչու մարդիկ չհավատացին այդ շարժումներին։ Կարծում եմ, այս թեմայով մենք դեռ առիթներ ունեցել ենք նախկինում էլ խոսելու, բայց յուրաքանչյուր դրվագում, յուրաքանչյուր ժամանակահատվածում կարելի է տարբեր պատճառներ բերել, այսինքն որոնք հիմնականում համընկնող են եւ յուրաքանչյուր էպիզոդում կարող են տարբեր լինել։ Օրինակ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ
պետք է Արցախի հարցում իջեցնել նշաձողը, դրանից հետո մենք անմիջապես դուրս եկանք փողոց, հիշում եք, երկար ժամանակ խորհրդարանում չէինք, միայն փողոցային պայքար էինք տանում, բայց ցավոք այդ ժամանակահատվածում այդ ընդհանուր ընկալումը չկար, որ նշաձողի իջեցման process-ը, որ հետո նաև պրահյան process դարձավ, ինքը ամբողջությամբ բերելու է Արցախի հայաթափման։ Ցավոք սրտի այդ ընդհանուր գիտակցությունը չկար։ Այո, մենք փողոցում էինք, մարդկանց այն քաղաքացիները, ովքեր մեզ հետ են եղել են ժամանակ եւ հիմա էլ ես ուղղակի շնորհակալություն եմ հայտնում իրենց դիրքորոշումները պահպանելու համար, բայց համատարած այդ ընկալումը չկա։ Համաձայն եք, չէ՞, որ 21 թվականից հետո դեռ այդ ընկալումը չկար, որ մենք Արցախը կորցնելու ենք ամբողջությամբ եւ հետեւաբար մեր նարատիվներն ինչքան էլ օբյեկտիվ էին, ինչքան էլ հետո տեսանք, որ իրականություն դարձան, ցավոք սրտի համատարած ընկալում չունեին։ Օրինակ, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման դեպքում ավելի լայն կոնսոլիդացիա եղավ, տարբեր քաղաքական ուժեր, որտեղ էլ մենք մեր դերակատարություն ունեցանք, այդտեղ մարդկանց ընկալումներն արդեն շատ հստակ էին, ակնհայտ էր, որ տավուշում տարածքներ էին հանձնվում եւ այդ կոնսոլիդացիան ավելի հեշտ եղավ կազմակերպել։ Այսինքն յուրաքանչյուր էպիզոդում կարելի է քննարկել, թե ինչն էր սխալ, ինչ բաց թողնված հնարավորություններ մենք ունեցել ենք, բայց վստահության խնդիրն էր։ Ինչու ունեք դուք այդ վստահության խնդիրը, որն է պատճառը։ Չգիտեմ, կարող ենք մեր քաղաքական ուժին վերագրվող կարող է անվստահություն լինել, կարող է մարդիկ չեն պատկերացրել այն ինչի մասին մենք գուժում էինք եւ որ իրականություն դարձավ, մարդիկ ես ընդհանրում եմ շփվելով մարդկանց հետ, իրանք ասում են, որ մենք չենք պատկերացրել, որ այս ելքը կարող է լինել։ Իսկապես չեն պատկերացրել։ Լավ, բայց հիմա չեն պատկերացրել, հիմա պատկերացնում են ձեր ասածից։ Այո, հիմա հետեւաբար առաջիկայում ընտրություններ են լինելու եւ ես ես նույնիսկ հետեւյալն ասեմ, 21 թվականի համեմատությամբ Նիկոլ Փաշինյանը էականորեն իր դիրքերը զիջել է, ընդունում եք, չէ՞։ Որտեղ 21 թվականին դաշտն է զիջել իր դիրքերը։ Այո, բայց 21 թվականի նույնիսկ պատերազմից հետո, արձանագրված պարտությունից, զոհերից, այդ տրավմայից հետո նույնիսկ բազմաթիվ մարդիկ սատարում են Նիկոլ Փաշինյանին, որտեղ այդ նարատիվները դեռևս Նիկոլ Փաշինյանի ընկալելի էին, որ ինքը մեղավոր չի, մեղավոր են նախկինները, ռուսները, մյուսները։ Իսկ հիմա ընկալումները միանշանակ փոխված են։ Դա ընկալումները փոխվում են ժամանակի ընթացքում եւ այլ, բայց այնուամենայնիվ, երբ որ ընդդիմությունը խոսում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշի գահավիժման մասին, որը կա, մոռանում է նշել, որ իր վարկանիշն էլ ավելի է գահավիժել իր վարկանիշը։ Ընդհանուր քաղաքական համակարգի վարկանիշը 30-35% է։ Մենք մոտավորապես վերադարձել ենք մինչև 2018 թվականի իրավիճակին, վարկանիշի տեսանկյունից, վստահության տեսանկյունից։ Այստեղ ընդդիմությունն էլ կարծում եմ պետք է իր պատասխանատվության չափը գիտակցի, ինչու չի դարձել վստահության այդ կենտրոններից մեկը։ Տեսեք, նաև օբյեկտիվորեն պետք է ընդունել, որ մի քանի փողոցային շարժումներ, պայքար, որը ցավոք արդյունք չի գրանցում, անխուսափելիորեն որոշակի հիասթափություն առաջացնում է, դա չէր կարող չառաջացնել։ Եվ վերջո 21 թվականին մենք մեր քաղաքացիների առաջ գնացել եւ ասում ենք, որ մեզ ձայն տվեք, որպեսզի իշխանություն ձևավորենք եւ փոխվենք ստեղծված իրավիճակը։ Ցավոք սրտի քվեների դասավորություն, ուժերի դասավորությունն այնպիսին էր, ինչպիսին որ կա, դրանից հետո այո, մենք շարունակել ենք պնդել, որ այս իշխանությունը չարիք է, պետք է հեռացվի, դրա համար նախաձեռնել ենք գործընթացներ, որոնք արդյունք ցավոք սրտի նորից չեն ունեցել եւ դա այո ինչ որ մի խմբի մոտ հիասթափություն է առաջացրել եւ ես հիմա բազմաթիվ մարդկանց եմ տեսնում ովքեր ասում են ոչ ձեզ ենք սատարում ոչ գործող իշխանությունների են սատարում եւ այդ երրորդ ուժի կոմպոնենտը նույնիսկ չեն ոչ թե փնտրում են նոր երրորդ ուժի, այլ ընդհանրապես հիասթափված են ամբողջ քաղաքական համակարգից, իրենց իզոլացրած են պահում ամբողջ քաղաքական հասարակական գործընթացներից։ Իմ ամենամեծ մտավախությունը ու ոչ միայն ընտրությունների համատեքստում, այլ գլոբալ առումով, որ մարդն այլևս իրեն չի ուզում մասնակից դարձնի իր պետության կյանքին, ապագային։ Սա ամենացավոտ արձանագրումն է, որ ես հիմա կարող եմ անել։ Եվ այդ արձանագրումը, որ անում եք, ձեր մեղքը տեսնում եք դրանում։ Ես արդեն դրան ասում։ Հասկացա։ Լավ, այնուամենայնիվ հիմա ընտրապայքար է սկսելու, ակտիվորեն շփվելու եք հասարակության հետ եւ այդ առումով քաղաքականությունը նաեւ չափելի երևույթ է, հա, չափելի արդյունք է պահանջում։ Բազմաթիվ ելույթներ եք ունենում խորհրդարանում, այսպես քննադատում եք իշխանություններին, բայց այս հարցնելու են, օրինակ, այս 4 կամ 5 տարիների ընթացքում կոնկրետ ինչ հարցեր եք լուծել դուք։ Քանի օրենսդրական նախաձեռնություն եք հեղինակել եւ չի ստացվել անցկացնել, քանիսն եք հեղինակել եւ ստացվել է անցկացնել։ Ինչ հարցեր եք լուծել, օրինակ, չգիտեմ, Շիրակցի գյուղացու, Սևանցի ձկնորսի, Իջևանցի տատիկի կամ չգիտեմ Սյունիքցի պապիկի համար։
Մեր զրույցը շատ այս հարցադրումները շատ տեղին կլինեին, եթե մենք խոսեինք այնպիսի տարիների մասին, կարծես մեզ հետ Արցախի կորուստ տեղի չի ունեցել, մենք սովորական ռեժիմով ընդդիմություն ենք եղել, իշխանություն է եղել եւ մենք սովորական պարլամենտական երկրում կյանք ենք ապրել, այդպես չի եղել, չէ՞։ Հետևաբար այդ հարցադրումների ենթաշերտում պետք է դնել կոնցեպտուալ այն հարցը, որ մենք սովորական պայմաններում չենք ապրել։ Եղել է օրինակ Արցախի մասին հայտարարություն դուրս ենք եկել փողոց, եղել է Արցախի հայաթափում փողոցում ենք եղել, հետո քաղաքացիներին օգնելու գործընթացով ենք զբաղվել, այսինքն մենք պերմանենտ ինչպես մեր պետությունն է անդադ ալեկոծվել, նույն տրամաբանությամբ ամբողջ քաղաքական դաշտը եւ ի մասնավորի ընդդիմությունը ալեկոծվել է։ Եվ այդ ալեկոծության ժամանակ, որքան էլ մենք մտածեինք սոցիալական խնդիրների մասին, մեզ համար ֆունդամենտալ հարց էր դառնում անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, եւ այդ առումով մենք նույնիսկ հայեցակարգային բազմաթիվ հարցեր ենք առաջ բերել։ Բայց դա չի նշանակում, որ մենք օրինակ ձեր հարցադրումների համատեքստում եւս չենք աշխատել։ Օրինակ կարող է ձեզ համար նորություն լինի, բայց մենք բազմաթիվ օրենքի նախագծեր ենք բերել, հատկապես դա ընդգծված պետք է ասեմ ամենասկզբում է եղել մինչև Արցախի հայաթափումը, բայց ակնհայտորեն ունենալով այն քաղաքական համակարգը, որտեղ կա դոմինանտ իշխանություն, այդ իրանց դիկտատուրան եւ ովքեր ընդհանրապես երբեք կողմ չեն քվեարկել մեր նախաձեռնություններին, դա ինչ որ փուլում դառնում էր բուտաֆորիկ բան, ինչ որ բան գրել, բերել ներկայացնել, հետո դա չէր ընդունում, գնում էր։ Բայց օրինակ կենսաթոշակառուների հետ կապված հարցը մեզ համար լրջագույն խնդիր է, չէ՞։ Միջին կենսաթոշակը այսօր դարձել է 49000։ Իրենք եկել են իշխանության 21 թվականին 40000 էր, հիմա 49000 է, իսկ սպառողական զամբյուղը 75000 է։ Օրենսդրական նախաձեռնություն ենք բերել, որ թոշակառուի միջին գումարը, թոշակը պետք է հավասարեցվի սպառողական զամբյուղին, որտեղ այս տարիների ընթացքում գնաճը էականորեն բարձր է եղել եւ հետեւաբար այն գումարը 9000 դրամը, որ նույնիսկ ավելացվել է, դա ընդհանրապես համահունչ չի սպառողական զամբյուղին։ Մենք առաջարկում ենք օրենքի մակարդակով ֆիքսվի, որ որքան սպառողական զամբյուղը ավելանում է գնաճի տեսանկյունից, նույնքան էլ մեր թոշակառուները միջին թոշակը բարձրանա։ Ու նմանատիպ բազմաթիվ հարցեր։ Օրինակ ինձ համար շատ կարեւոր է եղել ընտանեկան կարգավիճակի հետ կապված, այսինքն ինչ անենք, որպեսզի խթանենք բազմազավակ ընտանիքներ ունենալու հարցը։ Մեր գործընկեր Թադևոս Ավետիսյանը մի ամբողջ փաթեթ է մշակել, ներկայացրել է, բնականաբար դա չի անցել։ Այսինքն այնքան բաներ ենք ներկայացրել այս տարիների ընթացքում, որոնք նաև սոցիալական բնույթ էին իրենց էությամբ, բայց բնականաբար չի անցել, որովհետև քաղաքական մեծամասնությունը դակում է բացառապես այն օրենքի նախագծերը, որոնք կամ իրենք են հեղինակում, կամ կառավարությունից են գալիս։ Կարծես մեր ձևով շարժումում գտել են դրա պատասխանը, ինչ անել, որպեսզի բազմազավակ ընտանիքներ լինեն։ Հա, չեմ հետևել այդ առումով, բայց մենք եւս մերը կներկայացնենք։ Շատ լավ, այնուամենայնիվ տեսեք, դուք խոսում եք Արցախի մասին, Արցախի հայաթափման ազգային խնդիրներից, բայց երբ որ մենք հիմա տեսնում ենք իշխանության հիմնական խոսույթը սոցիալ-տնտեսական, խաղաղության եւ այլնի մասին եւ տեսնում ենք ընդդիմադիր նոր ծագող ուժի Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի գլխավորությամբ Ուժեղ Հայաստան այսպես ուժի խոսույթը էլի սոցիալ-տնտեսական է հիմնականում բիզնես, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծում եւ այլ եւ այլ։ Ինչի մասին է սա վկայում, այսինքն ազգային խնդիրները կամ այդ երկու ուժերի համար երկրորդական են կամ մարդիկ այլևս չեն ցանկանում լսել խնդիրների կամ խնդիրների մասին, որոնց լուծումները չեն տեսնում։ Ես այս տարիների ընթացքում առնվազն ինձ համար արձանագրել եմ, որ թեև որպես սովորական քաղաքացի միջև քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվել եմ, իմ ընկալումներում ազգային հարցը, Արցախի հարցը կարծել եմ, որ դոմինանտ է ամբողջ հասարակության համար։ Հիմա այս տարիների քաղաքական գործունեության արդյունքում ես ինձ համար շատ անկեղծորեն ինքնահայեցում անելով գալիս եմ այն եզրակացության, ու չեմ ասում դա լավ է թե վատ է, ուղղակի գալիս եմ այդ եզրակացության, որ ես շատ սահմանափակ միջավայր եմ ունեցել այդ եզրահանգման գալու համար։ Ավելի լայն միջավայրում Դուք ձեր փուչիկի մեջ եք գտնվել, այսպես ասած։ Ավելի լայն միջավայրի հետ շփման եզրակացությունս այն է, որ մարդիկ այնքան այս բառ ճկռած են իրենց խնդիրների մեջ, իրենց սոցիալական հարցերի մեջ, չգիտեմ, ուսման վարձից մինչև վարկ, որ ամբողջ ժողովրդի հիմա վարկերի մեջ թաղված է, որ ազգային հարցերը եւ պետության ավելի մեծ բնույթի հարցերը հետ են մղվում։ Երևի անխուսափելիորեն, որովհետև քանի մարդը էգզիստենցիալ ամենօրյա ապրելու խնդիր ունի, ինքը միգուցե ավելի բարձր մատերիալների մասին դժվարանում է շատ ավելի ծանրաբեռնված մտածել։ Հիմա որպես արձանագրում ասում եմ, այո, որ այսօր
սոցիալական բնույթի հարցերը դոմինանտ են նաև քաղաքական դաշտում։ Սա պետք է ընդունել որպես ըստ այդմ ձեր պլատֆորմայում լինելու են սոցիալական հարցերը դոմինանտ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք է որոշակի ճիշտ հավասարակշռում անել։ Ես տեսնում եմ օրինակ, որ մեր ձևովը բավականին հետաքրքիր առաջարկներ ունի սոցիալ-տնտեսական առումով։ Բայց ես չեմ կարծում, որ մենք այնպիսի իդեալական անվտանգային պայմաններում ենք հիմա ապրում, որ մեր բացառապես շեշտը պետք է դա լինի։ Ոչ մենք անվտանգությունից էլ պետք է խոսենք, պակաս կարևոր չէ նաև ինքնության հարցը, ի վերջո իմ ընկալմամբ այսօր մեր ինքնության նկատմամբ գրող է տեղի ունենում քաղաքական մեծամասնության կողմից, որն ըստ էության արտաքին ուժերի ուղղակի սպասարկում է, եւ հետեւաբար պետք է խոսել եւ անվտանգությունից, եւ մեր ինքնությունը պահպանելու կարևորությունից, եւ բնականաբար խոսել նաև այնպիսի սոցիալական ծրագրերից, որ մեր ժողովրդի կյանքը ավելի հեշտ կդարձնի։ Ու այստեղ ես չեմ ուզում ասել մեկը ավելի շատ, մեկը ավելի քիչ, բալանսավորված, ճիշտ, այսպես չափաբաժիններով, դոզաներով պետք է հաղորդակցվել մեր ժողովրդի հետ։ Ես օրինակ հետ եմ նայում, ես նորից եմ ասում, իմ գործունեությունն եմ ինքնարարեցման ենթարկում, վերջին երևի 5 տարիներից առնվազն 4-ի բոլոր ելույթներս վերաբերել են բացառապես անվտանգությանը, բացառապես Արցախին, Սյունիքին, միայն անվտանգային հարցերին։ Վերջին մի տարվա ընթացքում ես ավելի ակտիվ խոսել եմ կոռուպցիայից, սոցիալական հարցերից, զինվորների աշխատավարձից, ուսուցիչների աշխատավարձից, այսինքն այն բոլոր հարցերից, որոնք շատ ավելի առարկայական կպնում են մարդու մաշկին։ Եվ արձագանքների տեսանկյունից ինչ եք զգացել, ավելի շատ որ հարցերից եք, որ հարցերի դեպքում են ձեզ հետ արձագանքել։ Երկուսի դեպքում էլ, բայց վերջին ժամանակահատվածում ավելի զգում եմ, որ շատ ավելի տեղ է հասնում հենց այդ սոցիալական բնույթի հարցերը։ Օրինակ անիֆի կամ կոռուպցիայի հետ կապված բոլոր հարցերը, բոլոր իմ բարձրաձայնումները ես տեսնում եմ, որ շատ ավելի նստվածք են տալիս։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը, ձեր դաշինքի առաջնորդը, խոսեց նրա մասին, որ մոտավորապես առաջիկա ընտրությունների մասնակցության ձևաչափի հետ կապված, բայց հիմա արդեն որոշակի ժամանակ անցել է այդ ասուլիսից հետո եղել են քննարկումներ հստակ մասնակցության ձևաչափի եւ առաջնորդության մասով, հա, ասած սոցիալական հարցում պետք է պատվիրենք, իմանանք ով է դաշինքում ամենապոպուլյարը, եթե ինքը չէ, ինքը պատրաստ է զիջել, եթե, բայց այս պահին կարծես ինքն է վարչապետի տեխնացուն, այդ հարցումն արդեն անցկացրել եք, ով է ամենապոպուլյարը, բարձել եք։ Հարցումը ամփոփման փուլում է այս պահին։ Անցկացվել է ամեն դեպքում։ Այո, հիմա ամփոփման փուլում է եւ առաջիկայում մենք հանդես կգանք մի միջոցառման, որտեղ կարձանագրենք թե ինչ ձևաչափով են գնում, ովքեր են մեր հիմնական թիմի անդամները եւ ինչ ծրագրային պլատֆորմ ենք ներկայացնում մեր ժողովրդին, այսինքն առաջիկայում դա կտեսնենք։ Դուք անձամբ եք տեսնում որպես վարչապետի տեխնացու։ Ես չէի ուզի հիմա անձնապես խոսել, որովհետեւ դաշինքի անունից հայտարարություն կլինի։ Լավ, այնուամենայնիվ, եթե պատկերացնենք մի բան, որ Ռոբերտ Քոչարյանն է մնալու ձեր վարչապետի տեխնացու եւ դաշինքի առաջնորդ, կան տարբեր քննարկումներ իր անձի շուրջ, գիտեք։ Հակասական են այդ քննարկումները մեղմ ասած, հա, եւ ինքը մնում է տարբեր սոցիոլոգիական հարցումներով, իհարկե ընդդիմադիր դաշտում գուցե ամենաբարձր վարկանիշ ունեցողներից, բայց ընդհանուր վարկանիշի այսպես համայնապատկերում ինքը եւ ցածր վարկանիշ ունի եւ բարձր հակավարկանիշ ունի, հա, ըստ այդ հաշվի առնելով այդ հանրային տրամադրությունները, հա, չեք կարծում, որ հենց իր անձն է մի կողմից ինչ որ կայուն էլեկտորատ ստեղծում ձեզ համար, բայց մյուս կողմից էլ որոշակի ապակե առաստաղ, որը չեք կարողանում ծագել եւ բարձրանալ վերև։ Նախ նման քննարկումներ կային նաև 21 թվականին, բայց մենք տեսանք, որ ժողովրդի առնվազն 21%-ը գնացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստան դաշինքի հետևից, այսինքն այդ հակասական տրամադրությունները եւ այլն, որ դուք հիմա մատնանշում եք, եղել է նաև 21 թվականին եւ մենք ունենք արձանագրված որոշակի հարցեր։ Բևեռացված ընտրություններ էին։ Ես կարծում եմ դժվար լինեն։ Չէ, հա, բնականաբար հիմա բազմա ավելի շերտ է քաղաքական դաշտը, հատկապես ընդդիմադիր քաղաքական դաշտը, եւ մեր ընտրողն է որոշելու, մեծ հաշվով ինչպիսի տեսլական է ուզում տեսնի, ինչպիսի առաջնորդ է ուզում տեսնի, այստեղին ունեցող գլոբալ փոփոխությունների ֆոնին մեր երկիրը ով ներկայացնի, այսինքն մենք հանդես ենք գալու այդ պլատֆորմով, մարդիկ հնարավորություն են ունենալու իրենց ընտրությունը կատարել։ Գիտեք, ինձ թվում է նաեւ Քոչարյանի մասով Այս վերջին ժամանակահատվածում, որ նայում եմ, օրինակ
թե իր տարիներին ինչեր են կառուցվել, ինչեր են ստեղծվել, որի մասին որևէ մեկը այսօր չի քննարկում։ Երևանում, որտեղ պտտվում է Դավթաշենի մոստից մինչև Սարալանջի ճանապարհ եւ այլն, այդ տարիներին է կառուցվել։ Եվ ակնհայտ է, որ հիմա ոչ մեկ դրա մասին ոչ հիշում է, ոչ խոսում է, եւ տասնամյակներով շարունակ ձևավորված այսպես բան կար, չէ, վերաբերմունք կար, բացասական գեներացվող տրամադրություն կար երկրորդ նախագահի նկատմամբ։ Դա հարցի մյուս կողմն է, երկրորդ կողմն է անեական այս քննարկման համար։ Դա անեական է այս քննարկման համար, բայց ակնհայտ է, որ այդ գեներացվող տրամադրությունները եղել են տարբեր շրջանակների կողմից, որի հետ հիմա մենք բոլորս առերես անեական չի, լավ էական է, որովհետև իսկապես այդ քննարկումները կան։ Մի կողմից ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը մի խմբի համար, հա, չգիտեմ, Չարիքի կենտրոն է գրեթե, մյուս խմբի համար ասում են ոչ, ուղղակի իր շուրջ այդպիսի այսպես իմիջ են ստեղծել տարիների ռոպագանդայի արդյունք։ Դե հիմա տարիներ շարունակ ես էլ որպես սովորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի միշտ լսել ենք, չէ, հայտնի 4 միլիարդի միֆը։ Ես Կապանում ապրելով մշտապես իմացել ենք, տենց ձևավորված միֆ ա եղել, որ Քաջարյանի պոնզամոլիբդենային կոմբինատը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, նրա ընտանիքին։ Դե տարածված խոսույթը դա է եղել, բայց հիմա ակնհայտ է, չէ, որ այդ ամեն ինչը չկա։ Ինչքան Հայաստանում բանկ կար վերագրվում էր իրեն, սպայ կա, մյուսները, այսինքն տարիներ շարունակ եկեք ընդունենք, որ կար է ձևավորված խոսույթը, որը որոշակի տրամադրություն է ստեղծել նրա անձի շուրջ, բայց այս տարիներին իմիջիայլս բայց կա նաև որոշակի բացահայտումներ տեղի են ունեցել։ Բայց կա նաև դատախազության հայցը մոտ 200 միլիոն դոլարի հասնող, որ պահանջում է Ռոբերտ Քոչարյանից ապօրինի գույքի հետստացման տեսքով։ Նախագահ Քոչարյանը եւ իր ընտանիքի անդամները հայտարարագիր ներկայացնում են եւ դատախազությունում Արշուտ դատարանում արդեն իրեն կներկայացնեն իրենց փաստը։ Ձեզ մոտ հարց չի առաջանում, ինչպես է նախագահը այդքան հարստացել։ Նախագահի կենսագրությունը բացեք նայեք, նրա ամբողջ տարիների հայտարարագիրը նայեք եւ ձեզ համար եւս ակնհայտ կդառնա։ Կարծում նախագահ Քոչարյանը վերջին իր ասուլիսի ժամանակ խոսել է նաև պետական ապարատը թողնելուց հետո դրսում իր գործունեության մասին, այսինքն ես չեմ այն մարդը, որ պետքա գնահատականներ հնչեցնի։ Կամ պետական համակարգեր, ինստիտուտներ եւ նախագահ Քոչարյանը երբեք չի խուսափել որևէ բան ներկայացնելուց։ 18 թվականին ինքը համաձայնել, ոչ թե համաձայնել, այլ միանշանակ եկել է Հայաստան, իմանալով որ քրեական հետապնդում կա եւ հիմա էլ ընթացող գործընթացների համատեքստում ինքը ներկայացնելու այն, ինչ պետք է ներկայացնի։ Լավ, տեսեք, Վենսն էր Հայաստանում, Ամերիկայի փոխնախագահը եւ եղան հայտարարություններ տարբեր ոլորտների, էներգետիկայից սկսած մինչեւ լոգիստիկա եւ Արմեն առանցքային կարծես ծրագիրը, որի մասին քիչ թե շատ ավելի առարկայական է խոսվում, բացի չիպերի գործարանից կամ գերհամակարգչային կենտրոնի ստեղծումից, դա թրիփն է, որը կարող է առաջիկայում ինչ-որ ձև միսուայրուն ստանալ, հա։ Իշխանության պատկերացումը դրա վերաբերյալ հետեւյալն է. Ամերիկայի մասնակցությամբ, գիտեք, արդեն շրջանակը պարզ է, 26-74 հարաբերակցությամբ, խոսքը բաժնեմասերին է վերաբերում եւ ԱՄՆ-ի անմիջական ներկայությամբ այդ ծրագիրը պետք է կյանքի կոչվի։ Մեր ձևովից կարծում եմ, որ պետք է այնպես անել, որ այդ ծրագրի, այսպես ասած, բաժնետեր դառնան նաև Ռուսաստանը եւ Չինաստանը։ Չգիտեմ դա ինչպես են անելու, բայց այնուամենայնիվ այդպես են կարծում։ Դա բաց բաժնետիրական ընկերություն չի, չգիտեմ, ֆորում չի, որ դրա մասնակից դարձնեն, բայց այդպես են կարծում։ Ձեր կարծիքը ո՞րն է։ Դրա մասին եւս նախագահ Քոչարյանը վերջի ասուլիսի ժամանակ խոսել է եւ շատ ակնհայտորեն ասել է հետեւյալը, որ առանձին 42 կիլոմետրանոց ճանապարհը, որը Նախիջևանը կապում է Ադրբեջանին, չի կարող համարվել Հայաստանի համար ապաշրջափակում։ Եթե Հայաստանի որևէ այլ ճանապարհ չի բացվում, չի ապաշրջափակվում, դա ուղղակի Ադրբեջանը Նախիջևանին կապող ադրբեջանական պատկերացումների իրականացումն է, հատկապես, որ իրենց հիմնական նախապայմանը հայ մարդու դեմք չտեսնելը փաստացի հողի վրա իրականացվելու է։ Իհարկե փաթեթավորում են front office back office տրամաբանությամբ, բայց ամեն դեպքում Նախիջևան Ադրբեջան կապ ստացել են եւ առանց հայի որևէ ներգրավման իրենք իրենց ճանապարհով գնալու գալու են։ Մեր ասածը հետեւյալն էր, որ որպեսզի դա բխի Հայաստանի Հանրապետության շահերից, մենք պետք է քննարկենք օրինակ նաեւ Երաս-Սադարակ ճանապարհի երկաթգծի կառուցումը եւ խոսենք ընդհանրապես օրինակ Ղազախ-Իջևան բոլոր ճանապարհների ապաշրջափակման մասին։ Հակառակ դեպքում ստացվում է, որ դու շարունակում ես մնալ շրջափակման մեջ եւ այդ 42 կիլոմետրը, որը դեռ պարզել չի, դու այդտեղից օգտվելու հնարավորություն ունենում ես, չես ունենում, դա ամբողջ քո տրանսպորտային համակարգի միացած չի։ Իրանի հետ համագործակցությունը սահմանի
հատվածով ինչպես է տեղի ունենալու, այսինքն այնքան հարցադրումներ կան, որոնք ավելի մեծ խնդիրներ կարող են ստեղծել, եթե մեր պատկերացրած լավ միտումով դուրս գա, որ լավ միտումով չեն, հա, լուծումները գտնվելու։ Բայց մեր ասածն այն է, որ պետքա մնացած մասով քննարկումներ լինել եւ ես վստահ եմ, որ եթե պրոֆեսիոնալների թիմ լիներ, այդ նույն բանակցային սեղանի շուրջ հնարավոր էր լինելու նաեւ ստանալ երասադարակ ճանապարհի կառուցում։ Դուք եք բայց այն Եվ կներեք, եւ ներողություն եմ խնդրում, կարևոր մի բան։ Դուք հավանաբար հիշում եք օգոստոսի 8-ից հետո կարևոր, ասում են, ամեն բան փոխադարձության սկզբունքով է տեղի ունենալու։ Հիմա տարական հարց է առաջանում. ի՞նչն է մեզ համար փոխադարձ։ Որ հատվածում Ադրբեջանի լինելու front office եւ back office։ Գիտենք, ասում են TRIP-ը վերաբերում է Հայաստանին եւ Ամերիկային։ Բա մենք էլ ենք ասում։ Հիմա եթե TRIP հատուկ պայմաններ է ստեղծում ադրբեջանական բեռնատար մեքենաների համար, հետեւաբար հայ բեռնատարները եւս ինչ որ մի ձև պետքա որևէ առավելություն ստանան, այդ փոխադարձ առավելություն կոչվածը բա որտեղ է դրսևորվելու։ Տիկին Գրիգորյան, այնուամենայնիվ դուք եք կարծում որ ինչ որ մի ձև, չգիտեմ, Չինաստանին կամ Ռուսաստանին պետք է ներգրավել այս գործընթացի մեջ, թե ոչ։ Ես կարծում եմ, որպեսզի դա ընդհանրապես իրատեսական է դրա մասին խոսել։ TRIP-ը հասկանալ է, չէ, որ զուտ տնտեսական չի։ Զուտ տնտեսական ծրագիր չի։ Ավելին, եթե նույնիսկ փորձենք հասկանալ, թե դրա տնտեսական կոմպոնենտը մեզ համար ինչ տեսք ունի, այսինքն ինչքան գումար ենք մենք այդտեղից ստանում, կարող է պարզվել, որ շատ չնչին գումարների մասին է խոսքը։ Հետևաբար սա քաղաքական եւ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային տեսանկյունից շատ կարեւոր բան է, ծրագիր է։ Հետևաբար պետք է այնպես չանել, որ դա դառնա տարբեր կենտրոնների բախման խնդիր։ Եվ այդ բախումից խուսափելու համար այո պետք է փորձել, որպեսզի տարբեր կենտրոնների առնվազն շահերի դեմ չլինի եւ փորձի մեկտեղվեն այդ բոլորի շահերը այդ հատվածում։ Դա հնարավոր էր անել։ Ես տեսնում եմ, որ հիմա Ռուսաստանը խոսում է ինչ որ ձև ներգրաված լինելու մասով, վստահ չեմ, որ կառավարությունը դրան ինչ որ արձագանք տվել է։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ ասել եմ, որ հնարավոր չէ դա։ Ալեն Սիմոնյանի ազգային ժողովի նախագահի մակարդակով ասվել է, որ եթե նրանք ներգրավեն, TRIP-ը չի աշխատի։ Լավ, դա հաշիվ չի։ Կամ նրանց ներգրավումը նշանակում է TRIP-ի չաշխատել։ Ավելի կոմպետենտ մարդկանց պատասխանին փորձենք սպասել, կամ նույն Իրանի մասով այդ օրերին Իրանի դեսպանն է այստեղ բավականին կոշտ հայտարարություն է ներկայացնում, չգիտեմ դուք ինչպես եք իրեն վերաբերում, բայց իշխանությունն է ներկայացնում։ Չէ, խոսքը անձնական վերաբերմունքի մասին չէ, նկատում եմ մարդը օրինակ հայտարարում էր, որ Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմ է հայտարարել, հետո գնում է Ռուսաստանին որևէ Ռուսաստան այց է կատարում դրա մասին որևէ բան չի խոսում, այդ համատեքստում եմ ասում, ավելի Դե եթե այստեղ խոսում է, ենթադրվում է, որ այնտեղ էլ պետք է խոսալ։ Հետևաբար իմ ասածներն են, որ կառավարությունից ավելի կոմպետենտ մարդիկ պետք է դրան արձագանքեին։ Նույնը նաև Իրանի մասով ես չեմ տեսնում, որ այս պահին Իրանի համար դա ամբողջությամբ ընկալելի եւ ընդունելի ծրագիր է։ Այդ օրերին ես հիշում եմ այստեղից հայտարարություններ կային։ Նկատում եմ այդ մարտահրավերները կան։ Մենք չենք կարող չտեսնել, որ տարածաշրջանում ավելի լայն համատեքստում որոշակի շահերի բախում պետք է լինի, ուղղակի դա պետք է կառավարել։ Խոսքը նրա մասին չի, որ TRIP-ը պետք է չեղարկել, խոսքը նրա մասին է, որ դա կարող է ստեղծել որոշակի ռիսկեր, որոնք պետք է ներգրավելով Դե ներգրավել անկեղծ ասած հիմա ես Նարեկ Կարապետյան չեմ կարող մեկնաբանել, չգիտեմ ներգրավել ասելով ինչ նկատի ունի։ Ներգրավել ասելով բանակցությունների հարց է, այսինքն ոնց ենք պատկերացնում, ով ինչ շահ կարող է այդտեղ ունենալ, ոչ թե հակասություն, այլ շահ, որ կարելի է ներգրավել։ Դա բայց բացառապես բանակցությունների արդյունքում կարող է բարձր։ Հասկանալի։ Դուք կարծում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների պես պետությունը կներգրավի 40 կիլոմետրանոց ճանապարհի միայն ապաշրջափակման մեջ եւ որպիսի Ադրբեջանը կապվի Նախիջևանի հետ։ Բա ինչի համար է ներգրավել։ Չգիտեմ, ես ձեզ եմ հարցնում։ Դրա տնտեսական էֆեկտը գիտեք ինչ է։ Նկատում եմ, չգիտեմ, 3-4 տրիլիոն բյուջե ունեցող պետությունը 40 կիլոմետրան ճանապարհ կկառուցի, որ ինչ է թե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվի։ Դե ինձ մոտ հարց է առաջանում, դե եթե սա զուտ տնտեսական պրոյեկտ է, Չէ, կարող է լինել աշխարհակաղական, ես նկատում եմ իրենց մտքում չկա ամբողջական ապաշրջափակումը։ Դե հիմա իմ հարցն էլ հենց դա է, եթե սա զուտ տնտեսական խնդիր չի, որովհետև եկեք ընդունենք, էլի սա Սուեզի բանը չի, կանալը չի, եւ այդ պոտենցիալը չունի աշխարհակաղակական իմաստով, այսինքն բեռների այնպիսի հոսք դեռևս ես չեմ տեսնում, որ նման հոսքի մասին կարող է խոսք գնալ այդ հատվածով։ Տնտեսական առումով, ֆինանսական առումով այն եկամուտը չի լինելու, որ Միացյալ Նահանգների նման գերտերություն հետաքրքրված լինի այդտեղ ներգրավելու։ Հետևաբար այստեղ որոշակի նաև տարածաշրջանային երկրների շահերի հետ կապված հարցեր են առաջանում, իմասնավորի Իրանի։ Ես այնքան Ռուսաստանը նկատի չունեմ, մասնավորապես Իրանի, դուք գիտեք, որ հիմա բանակցություններ գնում են Իրանի հետ եւ
իհարկե բացառապես մեր շահերից է գնում, որ իրենք կարողանան որոշակի համաձայնության գալ, հակառակ դեպքում հետևանքները կարող են շատ լուրջ լինել։ Եվ վերջին հարցը այսօր, երբ որ մենք գրում ենք այս հարցազրույցը, մեր ձևովի ուրեմն պրեզենտացիան է կարելի ասել, հա, կուսակցության եւ իրենք պետք է հայտարարեն նաեւ այս պահին, որ գրում ենք հարցազրույցը դեռ չեն հայտարարել իրենց վարչապետի տեխնացուն ով է, բայց այնուամենայնիվ ասում եմ մեկ բան, որ իրենց համար կարևոր է։ Հայաստանի հաջորդ ղեկավարը չպետք է լինի թե գործողը եւ թե նախկին ղեկավարներից որևէ մեկը։ Դուք ինչ եք կարծում, ինչու է այս հայտարարությունը արվում։ Արվում է, որովհետև կարծում են, որ նախկին 4 այ գործող եւ նախկին 4 ղեկավարները ունեն բարձր հակավարկանիշ, ուզում են ինչ-որ մի ձև առանձնանալ, բոլորի հետ խնդիր ունեն։ Այդ թվում Ռոբերտ Քոչարյանն ինչ են տեսնում։ Դա իրենց իրավունքն է, իրենք նոր ձևավորված ուժ են, ընդհանրապես քաղաքական դաշտը պալիտրան, որ նայում ենք, կա ձևավորված ընտրազանգված, որ այս իշխանություններին է սատարում, եւ կա ձևավորված ընտրազանգված, որ պայմանական մեզ է սատարում, քաղաքական դաշտում այլ գործող արդեն իսկ գոյություն ունեցող ընդդիմադիր ուժերին է սատարում, բայց կա շատ մեծ ընտրազանգված, որ որևէ քաղաքական ուժի չի հարում։ Ես կարող եմ միայն ենթադրել, որ նրանց հիմնական ֆոկուսը մարդկանց այդ խումբն է, հետեւաբար իրենք պետք է փորձեն հիմնականում այդ մարդկանց հետ աշխատել եւ դրանից է բխում իրենց հայտարարությունները։ Բայց իհարկե էլի ստացվեց, որ ես Նարեկ Կարապետյանին մեկնաբանեցի, բայց դա իրենց մոտեցումն է, կարծում նորմալ է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիվիլենտ տաղավարում ես զրուցեցի Աննա Գրիգորյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։